ուլերին, հովիվների վրանների մոտ, մերձավոր իմ, քեզ նմանեցրի հարավոնի կառքերին լցված իմ երիվարներին։ Օրիորդներն ասում են, քանզի գեղեցկացան քո ծնոտները տատրակի նման և քո պարանոցը մանյակների պես, ոսկե զարդի պես դարձնենք քեզ, արծաթե կիտվածներով հանդերձ, մինչև այդքան արքան քեզ իր գիրկն ընդունի։ Հարսն ասում է ինքն իրեն և Փեսային. Իմ նարդոսն արձակեց իր հոտը, ստաշխի ծրար է ինձ համար իմ եղբորորդին, որ պիտի հանգստանա իմ ստինքների մեջ, նռնու ողկույզ է ինձ համար իմ եղբորորդին, ենգաղդի այգեստանների մեջ։ Փեսան ասում է Հարսին. ահավասիկ գեղեցիկ ես, մերձավոր իմ, ահավասիկ գեղեցիկ ես, քո աչքերն աղավնիներ են։ Հարսն ասում է Փեսային. ահա բարետես ես, սիրեցյալ իմ, նաև գեղեցիկ մեր հանգստարանի հովանու ներքո, մեր տան գերանները մայրիներ են, մեր ծածկերը նոճիներ։ Փեսան ասում է ինքն իրեն և Հարսին. ես դաշտերի ծաղիկ եմ, հովիտների Շուշան, ինչպես Շուշանը փշերի մեջ, այնպես և իմ քույրը աղջիկների մեջ։ Հարսն ասում է Փեսային. ինչպես խնձորենին անտառի ծառերի մեջ, այնպես է իմ եղբորորդին տղաների մեջ։ Ընթերցվածը Զաքարիա մարգարեությունների գրքից է։ Մեծապես ուրախացիր դուստր Սիոնի, ազդարարիր դուստր Երուսաղեմի, ահա քո թագավորը գալիս է քեզ մոտ, արդարը և փրկիչը, նա հեզ է, հեծած էշի և նրա ավանակի վրա, և կոչնչացնի կառքերը Եփրեմից և երիվարները Երուսաղեմից, կփշրվի պատերազմով աղեղը և ազգերի միջից բազմությունն ու խաղաղությունը կտիրի ջրերին, ծովից մինչև ծով և գետերից մինչև երկրի ծագերը։ Եվ դու քո ուխտի արյամբ արձակեցիր քո կալանավորներին անջրդի գբից, և կնստեք ամրոցներում դուք ժողովրդի կալանավորներ, և քո պանդխտության մեկ օրվա դիմաց կրկնակին կհատուցեմ քեզ, քանի որ քեզ, ով Հուդա, կլարեմ ինձ համար աղեղի պես, նաև լցրեցի Եփրեմին, և ոտքի կհանեմ քո որդիներին, ով Սիոն, հույների որդիների դեմ, և կշոշափեմ քեզ պատերազմողի պողպատե սուսերի պես։ Տերը վերակացու կլինի նրանց, և կելնի նրա նետը փայլակի պես։ Տերը, ամենակալ Տերը կփողահարի և կընթանա իր սպառնալիքի շարժումով։ Ամենակալ Տերը կպաշտպանի նրանց, կոչնչացնեն նրանց ու կթաղեն նրանց պարսատիկների քարերով, կխմեն նրանց արյունը գինու պես և կլցնեն դաշտերը զոհասեղանի պես։ Ընթերցվածը Պողոս առաքյալի Փիլիպեցիներին ուղղված նամակից է։ Միշտ ուրախ եղեք Տիրոջով, նորից եմ ասում, ուրախ եղեք, թող ձեր քաղցրությունը հայտնի լինի բոլոր մարդկանց։ Տերը մոտ է, որևէ բանով մի մտահոգվեք, այլ աղոթքներով ու աղաչանքներով, գոհաբանությամբ հանդերձ ձեր խնդրանքները հայտնեք Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահի ձեր սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով։ Ալելույա, ալելույա, Տեր Աստված մեր երևեցավ մեզ, արարեք տոնս ուրախության կանխավ մինչև անկյունս սեղանով։
Հանգիստ, դե ճիշտ ապր։ Տեսեք քեզ։ Գարվի։ Դե նկարվեց արդեն։ Բարև ձեզ։ Պարոն Փաշինյան, ես ձեզ երկու անգամ վիդեո ուղերձ եմ ուղարկել։ Ինչով։ TikTok-յան հարթակով։ Ես TikTok-յան նամակները չեմ ստուգում։ Դա համար եկել եմ անձամբ տեսնեմ։ Համեցեք։ Պարոն Փաշինյան, շատ եմ խնդրում, աղաչում եմ, հրաման տվեք ամունիսիալինի։ Մենակ դրա համար եմ եկել։ Ես 2 տարի եղել եմ Կալանավայրում, Բերդենում տեղ չկա։ Ես ձեզ շատ խնդրում եմ, բոլորի անունից։ Պայմանական վաղաժամկետ ազատումներով կգնանք։ Մենք համաներում մարզերում էլ Ուզում եք խոսել հենց հիմա կչոքեմ կխնդրեմ։ Չէ, չոքելու բարի Աղաչում եմ։ Ես ձեզ Հրաման տվեք ամունիսիալինի։ Գոնե Բեռնաթարով Ոսի ամունիսիայի մասին պայմանական վաղաժամկետով բոլոր են գիտեմ դուք ձեր կարող եք ազգանունը ի՞նչ է։ Բաբասիևա։ Տիկին Բաբասիևա, այն բոլոր կալանավորված դատապարտված անձինք, ովքեր օրինակելի վարկ կցուցաբերեն եւ օրենքով սահմանված չափանիշներին կհամապատասխանեն, իրանց պայմանական վաղաժամկետ ազատ կարձակվի։ Էդ է մեր դիրքորոշումը։ Երկարացնելով չի փոխվելու։ Խնդրում եմ, պարոն Փաշինյան։ Ասեցի արդեն, չի լինի։ Համաներում չէ, պայմանական վաղաժամկետը, գիտեք ի՞նչ է պայմանական վաղաժամկետ ազատումը։ Դուք էլ եք կալանավոր եղել։ Չէ, բայց ես էլ եմ եղել, գիտենք գիտեք ի՞նչ է պայմանական վաղաժամկետ ազատումը, որ Ես լավ գիտեմ, ես ներսն եմ եղել։ որ ինչ որ ասենք 1/3-ով ազատվում են, դեպքա 2/3-ով են ազատվում, դեպքա կեսով են ազատ։ Վերջը։ Ներս եղել եմ, պարոն Փաշինյան։ Պայմանական վաղաժամկետ խնդրում եմ։ Ես 3 անգամ ձեզ դուք էլ գիտեք կալանքը ինչ է։ Խնդրում եմ։ Ասեցի ձեզ, չի փոխվելու։ Պայմանական վաղաժամկետ։ Ինչն է պատճառը։ Ասել եմ, եթերով տարբեր պարզաբանումներ տվել եմ, լսեք։ Մի հարց կարելի է, վերջինը։ Կներեք, բայց մարդիկ համեցին։ Հակակրանք եք կալանավորների հանդեպ, թե ոչ։ Ում հանդեպ։ Կալանավորների։ Քրեական ենթամշակույթով ապրողների հանդեպ ոչ միայն հակակրանք ունեմ, այլև իրանց դեմ պայքարը պետության պարտքն է։ Քրեական ենթամշակույթ։ Այո, երեխեք սպասեք։ Ասեք, հա մեզ հետ տվեք էլի բան։ Մի րոպե։